Ընտրություններից անմիջապես հետո ընտրական օրենսդրության մեջ ամրագրելով, թե նախքան քվեարկությունը քանի օր պետք է Հայաստանում լինել քաղաքական նախապատվությունը որևէ ուժի տալու իրավունքն ունենալու համար, արդյոք ենթադրում է, որ իշխող քաղաքացիական պայմանագիրը պատրաստվում է չսպասել մինչև հաջորդ ընտրությունները եւ արտահերթի գնալ։ Լրագրողի հարցին Փաշինյանը կտրուկ արձագանքում է, օրակարգում նոր ընտրությունների հարց չկա։ Խնդիրը հետևյալն է, որ ընտրությունների նախորդող շրջանում թե քաղաքացիական հասարակությունը եւ թե քարոզարշավի ընթացքում մեր քաղաքացիները այդ հարցը անդադ բարձրացրել են եւ ես սկզբունքորեն դեմ եմ եղել, որ մենք ընտրություններից առաջ նման փոփոխություններ անենք, որովհետեւ դա կարող էր հարցեր առաջացնել, բայց նաեւ խոստացել եմ, որ ընտրություններից անմիջապես հետո մենք դա կանենք։ Ներքաղաքական օրակարգից միանգամից անցում կատարել չի հաջողվում, այն, որ Բաքվում դեռևս այսպես կոչված արևմտյան Ադրբեջան են թմբկահարում, նկատի առնելով ինքնիշխան Հայաստանը, Փաշինյանը ոչ թե իր կառավարության արտաքին քաղաքականության մեղքն է տեսնում, այլ մեղավորության սլաքները դարձյալ ընդդիմության կողմն է թեքում։ Խորհրդարանի աշխատասեղաններին շարունակում են պարզած պահել Արցախի դրոշը։ Քանի դեռ ազգային ժողովում ընդդիմությունը դրոշները դրած պահում է, բերելու այդպիսի արձագանքներ եւ դա կապ չունի իրական կյանքի հետ եւ ամեն ինչը պետք է նայել այս տրամաբանությամբ։ Շարունակելով Ադրբեջանի հետ հարաբերությունների թեման Նիկոլ Փաշինյանն ասում է, թե շատ է կարևորում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ալիևի հոգնական Հաջիևի վերջին Դիլիջանյան հանդիպումը։ Շատ կարևորում եմ նաեւ, որ հանդիպում տեղի ունեցել Հայաստանում, այսինքն մեր տարածաշրջանում եւ ոչ թե տարածաշրջանից դուրս, ինչը նշանակում է խաղաղության գործընթացի ուղղությամբ մենք գնում ենք առաջ։ Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղության ընթառաջ, ասում է Փաշինյանը, բայց խորհրդարանում հայտարարում է, որ հենց նույն Գրիգորյան-Հաջիև հանդիպումը նպատակ է ունեցել կառավարել պատերազմի հնարավոր ռիսկերը։ Ինչպես է ստացվում, որ նախաստորագրած խաղաղությունը վերջնական դարձնելու նպատակ ունեցող երկրների միջև պատերազմի հնարավոր ռիսկ է առաջանում։ Փաշինյանը պարզաբանում է, նախ անվտանգության խորհրդի քարտուղարին հենց ինքն էր հանձնարարել հետաքրքրվել, արդյոք Բաքվում իրենց հետ հանդիպման անհրաժեշտություն տեսնում են, թե ոչ, ինչ վերաբերում է պատերազմի ռիսկերին, ապա եւ մեր երկրի եւ Ադրբեջանի փորձագիտական համայնքներից են վտանգ զգացել։ Մենք տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը եւ մենք ինչպես եւ պարտավոր ենք զբաղված ենք իրադրության կառավարման։ Իսկ իրադրության կառավարման հետ ինչ կապ ունեին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այն, որ մեծաթիվ քվեներ են ստացել նաև ընդդիմադիրները, նրանք, ովքեր չեն կիսում գործող կառավարության օրակարգը, ինչու այդ թեման հասավ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի եւ Ալիևի օգնականի սեղանին։ Փաշինյանն ասում է, Հաջիևին բացատրություններ չեն ներկայացրել։ Դիվանագիտական հիմնական աշխատանքը աշխարհի բոլոր երկրների հետ հենց հիմնականում դրա մասին է, կողմերը իրենց դիրքորոշումները իրար համար պարզաբանում են եւ մտահոգությունները իրար համար պարզաբանում են։ Առաջիկայում նաեւ ԵԱՏՄ միջկառավարական նիստ կա նախատեսված, ապա Հարզանի եզրին հասած Երևանը նույն սկզբունքով կգնա, հարցերը պարզելու Փաշինյանը հաստատում է, նիստին մասնակցելու է։ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ ձևավորվեն։ Վերջին տարիներին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ երկու կողմերն էլ կարևոր քայլեր են ձեռնարկել։ Այս մասին հայտարարել է Ֆիդանը։ Նրա խոսքով Փաշինյանի կառավարությունը զգալի ջանքեր է գործադրել գործընթացը առաջ մղելու համար, իսկ Թուրքիայի կողմից եւս նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանձնարարությամբ իրականացվել են մի շարք կարևոր քայլեր, այդ թվում երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը եւ առևտրային կապերի զարգացման ուղղված նախաձեռնությունները։ Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել կարգավորման հարցում։ Մեր նախագահի Թայիպ Էրդողանի կամքով բազմաթիվ կարևոր քայլեր են արվել, այդ թվում ուղիղ առևտրի եւ ավիափոխադրումների հաստատման հետ կապված։ Նոր ժամանակահատվածում անելիքները նույնպես պարզ են։ Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն դրա համար։ Նախիջևանի Օրդուբադ քաղաքում մեկնարկել է վերադարձ Արևմտյան Ադրբեջան 3-րդ փառատոն համաժողովը։ Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ համաժողովը կազմակերպել են Նախիջևանի ինքնավար հանրապետությունում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչի գրասենյակը, Ադրբեջանի գիտության եւ կրթության նախարարությունը եւ Արևմտյան Ադրբեջանի համայնքի կազմակերպությունը։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել է, թե երբեք չեն մոռանա ինչ են արել հայերը ադրբեջանցիների եւ իրենց քաղաքների հետ, իբրև թե հայերը մսկիթներում խոզեր եւ այլ կենդանիներ են պահել, իսկ դա երբեք չեն մոռանա։ Մոռանում են սակայն, որ հենց իրենք են այս օրերին Արցախի հայկական հողից ջնջում քրիստոնեական կառույցներն ու հայկական ինքնությունը։
ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը եւ անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքի ձեռքելու հարցը, հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Ալլատբեկ Մասադիկովը նշել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին, մինչդեռ դե յուրե ՀԱՊԿ լիիրավ անդամ է եւ արդեն 3 տարի չի վճարել իր անդամավճարները եւ այդ հարցը քննարկվել է նաեւ Կազանում տեղի ունեցած արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։ ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի ստորագրումը միանշանակ չի ընդունվում Իսրայելի կողմից։ Գերակայում է այն տեսակետը, որ բանակցային գործընթացի հնարավորինս արագ ավարտելու Միացյալ Նահանգների ձգտումը Իրանին հնարավորություն կտա բարելավելու դիրքերը։ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը հայտարարելով, որ համաձայնագիրը շատ վատ է Իսրայելի, Միացյալ Նահանգների եւ Պարսից ծոցի երկրների համար, միաժամանակ հորդորել է սպասել, քանի որ դեռևս վերջնական որոշում չկա։ Հիշեցնենք, Վաշինգտոն-Թեհրան գործարքից առաջ Սպիտակ տան ղեկավարը ընդգծել էր, որ Իսրայելի գործողությունները Հեզբոլայի դեմ կարող են խանգարել Միացյալ Նահանգներ-Իրան գործարքին։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ Ամերիկայի եւ Իրանի միջև պատերազմի դադարեցման հուշագիրը ստորագրումից հետո արդեն ուժի մեջ է մտել։ Նրա խոսքով Հորմուզի նեղուցը պետք է անհապաղ բացվի նավագնացության համար, իսկ Միացյալ Նահանգները կդադարեցնի իրանական նավահանգիստների շրջափակումը։ Դոնալդ Թրամփը եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը թվային տարբերակով ստորագրել են երկու երկրների միջև պատերազմը դադարեցնող շրջանակային համաձայնագիրը։ Այնուամենայնիվ Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածները, եթե Թեհրանը չկատարի իր ստանձնած պարտավորությունները։ Երկու երկրների նախագահների կողմից հուշագրի ստորագրումից հետո դրա խախտումն ավելի բարձր քաղաքական գինք ունենա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայել Բաղային։ Նրա խոսքով Ժնևում բանակցային խմբերի մասնակցության ծրագիրը դեռ ուժի մեջ է, սակայն հուշագիրը ստորագրվել է թվային ձևաչափով եւ Շվեյցարիայում առանձին ստորագրման արարողություն չի նախատեսվում։ Ազգային անվտանգության ծառայության բնականոն գործունեության ապահովման համար կառավարությունը 2026 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ժամանակավորապես ազատ միջոցներից 2 միլիարդ 106 միլիոն դրամ կհատկացնի։ Իդեպ այս գումարը նախատեսվել էր ծառայության 4-րդ եռամսյակի ծրագրերի իրականացման համար, սակայն ընթացքում անհրաժեշտություն է առաջացել այս գումարը տեղաշարժել 2-րդ եռամսյակ։ Որոշման մեջ նաև նշված է, որ այսպիսով առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության արչև դրված խնդիրների լուծման աշխատանքները։ 63-ից բարձր ու հաշմանդամություն ունեցող քաղաքացիների զբաղվածության մակարդակը բարձրացնող նոր ծրագիր կառավարության նախաձեռնությամբ 2027-ի հունվարի 1-ից պետությունը նոր ծրագիր է սկսելու, որը կօգնի հաշմանդամություն ունեցող մարդկանց եւ 63-ից բարձր տարիքի քաղաքացիներին ավելի հեշտ աշխատանք գտնել։ Գործատուները, որոնք նրանց կվերցնեն աշխատանքի, նույնիսկ կես դրույքով կստանան պետական աջակցություն։ Ծրագրի գաղափարը պարզ է։ Այս խմբերում ընդգրկված մարդկանց աշխատելու, ինքնուրույն եկամուտ ունենալու եւ ակտիվ կյանքում մնալու ավելի շատ հնարավորություն տալ, եթե նույնիսկ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով դա չափազանց բարդ է։ Առաջի 3 ամիսների համար առաջարկում ենք եկամտային հարկի փոխհատուցում 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 25000 դրամը, 4-ից 6 ամիսների համար, այսինքն երբ որ կշարունակվի եւ ըստ էության ավելի կայուն կդառնա այդ աշխատանքային հարաբերությունը 100%-ի չափով եկամտային հարկի, բայց ոչ ավել 50000 դրամը եւ եթե այդ աշխատանքային հարաբերությունները ավելի կայուն կլինեն, այսինքն 1 տարին կլռանա, 1 տարվա ավարտին նաև 100,000 դրամի չափով միանվագ աջակցություն գործատուին։ Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ որոշում է ընդունվել կառավարության նիստում։ Կներդրվի լիցենզավորման նոր կարգ, ինչպես նաև կհաստատվեն պայմաններն ու հիմնական լիցենզիայի ձևը։ Նախագծի նպատակը երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելն ու տեղական եւ ներմուծվող արտադրանքի համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելն է։ Սահմանափակումները կգործեն 6 ամիս եւ ներմուծումը կիրականացվի լիցենզիաների հիման վրա։ Քայլը միտված է տեղական ցեմենտի արտադրության զարգացմանը։ Ինչու է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գները շեշտակի բարձրանում։ Հարցը խորհրդարանում է հնչել, ինչին ի պատասխան մրցակցության սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանը արձագանքել է, որ ծառայության գինը ոչ թե անձրևի պատճառով է թանկանում, այլ առաջարկ պահանջարկի։ Ալգորիթմը հետևյալ ձև է աշխատում։ Ժամանակ, այն ժամանակը, որ վարորդը ծախսելու է տվյալ այծ բկետ անցնելու համար եւ կիլոմետրը։ Ենթադրում ձեր ասած անձրևի ժամանակ այծ բկետ անցնելու համար վարորդը ավելի շատ ժամանակ է կայացում եւ դրանից բացի կա գործակից, որը առաջարկ պահանջարկի հիման վրա է։ Առավելագույն գործակիցը մենք սահմանափակել ենք եւ սարքել ենք 2 անգամ եւ 2 անգամից ավել գործակցի պարագայում Yandex ընկերությունը ընդհանրապես գումար չի աշխատում։ Այսինքն եթե նույնիսկ գինը բարձրացավ, այդ ամբողջ գումարը մնում է տաքսու վարորդին։
Կադաստրային քարտեզներում առկա տեղագրական ու չափագրական անճշտությունների ուղղման մեխանիզմները կկատարելագործվեն։ Օրենքով հստակ կսահմանվեն քարտեզների ուղղման համար պահանջվող փաստաթղթերի լիակատար ցանկը եւ դրանց ներկայացման վարչական փուլերը։ Կադաստրի կոմիտեն կստանա իրավական հիմքեր նախկինում կիրառվող սահմանափակումներից դուրս գտնվող քարտեզագրական սխալները արտադատական կարգով ուղղելու համար։ Կառավարությունը մտադիր է վերանայել արտահանման ոլորտում կիրառվող պետական աջակցության քաղաքականությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետական օժանդակության ծրագրերը կգործեն բացառապես այն տնտեսվարողների համար, որոնց արտադրանքը համապատասխանում է սահմանված նորմերին։ Ըստ Փաշինյանի, արտադրության ոլորտում անորակ կամ չափանիշներին չհամապատասխանող ապրանքների շարունակական արտահանումը բացասաբար է անդրադառնում պետության տնտեսական հեղինակության եւ միջազգային շուկաներում երկրի դիրքերի վրա։ Հունիսի 1-ից 17-ը Հայաստանից արտահանվել է 411 տոննա ջերմատնային բանջարեղեն եւ ելակ, ինչպես նաեւ մոտ 1.8 միլիոն հատ թարմ ծաղիկ։ Արտահանման ծավալների գերակշիռ մասն ուղղվել է Վրաստան եւ Ուզբեկստան։ Հաշվետու ժամանակահատվածի վերջին օրերին մեկնարկել է Ծիրանի արտահանումը, որի ծավալն արդեն կազմել է 162 տոննա։ Ծիրանի առաջնային խմբաքանակներն ուղղվել են ուկրաինական եւ վրացական շուկաներ։ Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Փամբակ գետն է, ապամոնտաժվում է այն խողովակը, որի վրայով 4 օր առաջ անցնելիս երկու քույրերից մեկը սայթակել ընկել էր, մյուսն էլ օգնության էր փորձել հասնել ու ընկել էր ջուրը։ Այս օրերին գյուղացիները պարբերաբար խոսեցին խողովակի վտանգավորության մասին, ասացին բազմից են դիմել, բայց չի ապամոնտաժվել։ Եվ միայն այս դեպքից հետո է, որ հունիսի 18-ին այն հեռացվում է։ Ապամոնտաժման աշխատանքներին զուգահեռ որոնողական աշխատանքները չեն դադարում, արդեն 4-րդ օրը։ Ջրասուզակները ջրերում, պարեկները փրկարարներն ու կամավորները գետի ափին շարունակում են փնտրել 13-ամյա Նարինեին։ Նրա 7-ամյա քրոջ Նարեի մարմինը ջրասուզակը հունիսի 17-ի առավոտյան է հայտնաբերել, ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա։ Ընդհանուր առմամբ այս օրերին որոնողական աշխատանքներում ներգրաված են փրկարարծարայության 125, ոստիկանության 90 ծառայող, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ են օգտագործվում։ Լոռու մարզում Փամբակ գետի հունի մեջ շինարարական աղբ, քար, հող, ավազ լցնելու միջոցով գետի հունը նեղացնելու եւ գետից զավթած տարածքում առաջացած կղզյակների ապօրինի զավթելու դեպքով քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատախազություն մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ հայտնել են քննչականից չբացահայտելով կասկածյալի ինքնությունը։ Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացու Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ լրագրողների հետ զրույցում Արամ Վարդևանյանը հայտնել է, որ գործը վերաբերում է ընտրակաշառքի նախապատրաստությանը։ Հայտարարում ենք ընդդիմադիր ուժերի համախմբան մեկնարկի մասին։ Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է ասել. Նրա խոսքով այս համախմբումը կարևոր է ինչպես մեր ժողովրդի, այնպես էլ պետության համար, քանի որ ընդդիմադիր դաշտում նախընտրական շրջանում հենց այս սխալը թույլ տվեցին։ Որոշ ուժեր թեկուզ ազնիվ նպատակներով, բայց գերագնահատեցին իրենց հնարավորություններն ու կարողությունները։ Հիմա ժամանակն է միավորվելու հետընտրական ընդդիմադիր կոալիցիայի շուրջ, որն ուղիղ եթերում կքննարկի եւ որոշում կընդունի падգամավորական մանդատները վերցնելու թե չվերցնելու միջոցով են առավել շուտ հասնելու Փաշինյանի հեռացմանը։ Ինձ թվում է այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն եւ մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Ես առաջարկում եմ ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, բոլոր խնդիրները մեր ժողովրդին բացահայտենք, ճիշտ քննարկումներով, դիմելով մեր ժողովրդին, հասկանալով, որն է ճիշտ գնանք այդ քայլերով։ 1, 2, 3, 4, 5, 6 Արմավիրում արտակարգ դեպք է եղել։ Շահումյան բնակավայրի Նավասարդյան փողոցում գտնվող տան մոտ կառուցված թշնագոմերում դեռևս անհայտ կենդանիները հոշոտել են 150 հնդկահավ ու 30 բադ։ Կենդանիները այդ տան թոշակառու ամուսինների փոքրիկ տնտեսություններն էին, վարկով էին ձեռք բերել։ Իսկ ըստ ձեզ
Շունա, ինչա։ Շունը, ես տենց եմ մտածում, որ սուրյով շուն է ասել։ Միակ չի, դա չի։ Միշտ իսկ գյուղը երևացել են հեչ։ Երևն է, ոչ։ Երևն է տենց չեմ։ Համենայն դեպս այս պայն շոշափվում է աղվեսների կամ թափառող շների։ Դա մենք չենք պնդում, դա թող փորձագետները պարզեն, բայց որ քաղաքացում պատճառվել է ընտանիքի անդամին, ովքեր որ թոշակառուներ են վարկով վերցրած խնամում են իրենց հանապազորը հասնեն վաստակում, մոտ պատճառվել է 8000 ԱՄՆ դոլարի վնաս, 7000-ից 8000։ Ամուսինները շոկի մեջ են, նման բան երբևէ չեն տեսել, պատկերացում չունեն, ոնց էր հնարավոր։ Ասում են նաև հնդկահավերի ու բադերի կողմից թուղթ դրված մոտ 250 ձվից այլևս ճուտ դուրս չի գա։ Մեծ վնաս են կրել։ Սաղ ձվի վրա սաղ ճատերը բանը, սաղ թոքսինը ստացող։ Այս մի բուն է բա։ 7-ից 8000 դոլար։ Ոյ մամա, ինչերեսին որ տարի պետք է պայես վրա կրկնակին պետք է առնի։ Ատկամ ծախսենք տեսականները։ Վարչական շրջանի ղեկավարին, Վաղարշապետի քաղաքապետին, Արմավիրի մարզպետին ու նաև էկոնոմիկայի նախարարին են դիմում ամուսինները։ Նրանց խնդրանքին նաև համագյուղացիներն են միանում, կոչ անում ծանր վիճակում հայտնված մարդկանց միայնակ չթողնել։ Համայնքային ոստիկանը ծանոթացել է վիճակին, փաստաթղթեր կազմել։